Քանի որ Գյումրիում նախընտրական կրքեր են, սպասվում են ավականու արտահերթ ընտրություններ, որոշեցի անդրադառնալ պատմությանը տեղական ինքնակառավարման մարմինների Ալեքսանդրապոլում, այսինքն Գյումրիում։ Գյումրեցիները 1896 թվականին են իրավունք ստանում մասնակցել ընտրությունների եւ ընտրել քաղաքագլուխ։ Ընտրական համակարգը այն ժամանակվա եւ նման էր եւ տարբեր էր այսօր գործող ընտրական համակարգից։ 1892 թվականի քաղաքային կանոնադրությամբ թույլատրվում էր ընտրություններին մասնակցել այն մարդկանց, այն քաղաքացիներին, ովքեր բնականաբար Գյումրիում էին բնակվում եւ ունեին 300-ից մինչեւ 3000 ռուբլի արժողությամբ անշարժ գույք։ Այդ պատճառով էլ խիստ սահմանափակվում էր ընտրողների քանակը, եթե այդ թվականներին Գյումրին ուներ 30,000 բնակություն, ապա ընտրելու իրավունք ուներ 378-ից մինչև 500 հոգու չափ քաղաքացի, եւ դրանք այն մարդիկ էին, ովքեր քաղաքում ունեին ճանաչվածություն, գույք, հարստություն, այսինքն աչքի ընկնող տոհմերն էին։ Եվ այդպիսով 1896 թվականին որոշվեց, որ գյումրեցիները պետք է ունենան դումա եւ քաղաքագլուխ։ Սիստեմը հետեւյալն էր տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրվում էր քաղաքային դումա, ինչպես հիմա այս ժամանակակից տերմինոլոգիայով ավականի 35 հոգանոց, եւ արդեն այդ ավականին էլ այդ ձայնավորներ էին կոչվում այն ժամանակ, իր հերթին ընտրում էր քաղաքագլխին եւ քաղաքային վարչությանը։ Ընտրությունները տեղի են ունենում նոյեմբերի ամսին, 3 փուլով է տեղի ունենում, 3 ընտրական հանձնաժողով է գումարվում, 378 հոգի է մասնակցում եւ նրանք ընտրում են դումայի կազմը, այսինքն նրանք թե մասնակցում էին, թե նաեւ ընտրում էին։ Ընտրում են դումայի կազմը, այդ կազմի մեջ հիմնականում հայտնվում են քաղաքում ճանաչված ընտանիքների ներկայացուցիչները՝ Յուզբաշյանների, Տիգրանյանների, Կարանյանների, Մնջոյանների, մի խոսքով, ինչքան ճանաչված Ալեքսանդրապոլցի տոհմ գիտեք, իրենց բոլորի ներկայացուցիչները ընտրվում են դումայի անդամ։ Նաև իրավունք ունեին դումայի ընտրություններին մասնակցելու քաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, վրացիները, ռուսները, հիմնականում ռուսներից դումայի անդամ է ընտրվում գեներալ Վալերիան Պրոսկուրյակովը եւ դատավոր, հաշտարար դատավոր Նադիրաձե։ Քաղաքագլխի բուն ընտրությունները տեղի են ունենում արդեն 1897 թվականի գարնանը, այդ ժամանակ արդեն քաղաքային դուման 35 հոգուց բաղկացած ընտրում է քաղաքագլխին։ Քաղաքագլխի ընտրությունները եւս թեժ են անցնում, մրցակցում էր գեներալ Վալերիան Պրոսկուրյակովը եւ հայտնի Գեղամ Տեր-Պետրոսյանցը, ինչու հայտնի, որովհետեւ հենց նա էլ ընտրվում է Գյումրիի Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքագլուխ։ Նա բավականին կրթված, լայնախոհ, հեռատես քաղաքական գործիչ էր, պետական գործիչ էր, որը ուներ Գյումրու զարգացման հստակ ծրագիր, որը իրականացնում է մինչև 1901 թվականը։ Գեղամ Տեր-Պետրոսյանցը ստանում է 21 քվ, եթե չեմ սխալվում, եւ դեմ արտահայտվում է 12-ը։ Այդ համակարգին անդրադառնամ, այն ժամանակ ընտրությունների ժամանակ չափում էին նաեւ թե ռեյտինգը, թե նաեւ հակառեյտինգը։ Ընտրական համակարգը հետեւյալն էր, մտնում էին այդ ընտրատեղամաս, այնտեղ տեղադրված էր երկու արկղ, սև եւ սպիտակ, բաժանվում էին գնդեր եւ մարդիկ ում օգտին ուզում էին քվեարկել սպիտակ գունդ էին գցում այդ արկղի մեջ, ում դեմ էին սև գունդ էին գցում։ Այսինքն այդ ընտրությունների ժամանակ չափվում էր նաեւ հակառեյտինգը, հակավարկանիշը։ Այսպես 1897 թվականից ստանձնելով քաղաքի կառավարումը գյումրեցիները բավականին մեծ գործ արեցին քաղաքի զարգացման համար Գեղամ Տեր-Պետրոսյանցի գլխավորությամբ, մինչ այդ քաղաքը կառավարում էր քաղաքային ոստիկանությունը եւ շատերը դժգոհություն էին հայտնում այդ առումով։ Ես մենակ բյուջեից օրինակ բերեմ, օրինակ մինչեւ ոստիկանական վարչության կառավարման ավարտը քաղաքի բյուջեն 55,000 թե 40 քանի հազար ռուբլու չափ էր, ծախսերը 50,000-ը անցնում էին, պակասորտներ կային, բայց երբ արդեն Գեղամ Տեր-Պետրոսյանցն է ստանձնում քաղաքի կառավարումը, փոխվում է իրավիճակը, բյուջեն կրկնապատկվում է, 1901 թվականին արդեն 105,000 ռուբլուց անցնում էր, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում քաղաքում, կառուցվում են կամբուջներ, հականեխիչ կայաններ, սպանդանոցներ, կառուցվում են մի շարք դպրոցներ, բացվում է նաև հայտնի առևտրական ուսումնարանը, որը հետո դառնում է Հայաստանի առաջին պետական համալսարանի շենք։ Մի խոսքով հսկայական գործեր են արվում այդ ընթացքում եւ ցույց են տալիս, որ երբ քաղաքի բնակիչներն են սկսում տնօրինել քաղաքի ճակատագիրը,
քաղաքի զարգացմանը տեր կանգնել, այդ դեպքում ստանում են բավականին տպավորիչ արդյունքներ։ Նաև նշեմ, որ երկրորդ պլանում երևացող շենքը կոչվում է Օժիտի շենք կամ շատերին հայտնի է Օժիտի շենք անունով։ Ինչու է կոչվում Օժիտի շենք, որովհետև Գեղամ Տեր-Պետրոսյանցը ամուսնացած էր Ջավահիր Տրմփյանի հետ։ Տրմփյանները Ալեքսանդրապոլում շատ հայտնի եւ ունևոր տոմ էին, եւ որպես Օժիտ նման շքեղ շենք էին տվել իրենց Ջավահիր դստերը, եւ քանի որ այդ ժամանակ չկար համապատասխան շենք քաղաքային վարչության համար, Գեղամ Տեր-Պետրոսյանցը Ջավահիր Տրմփյանի համաձայնությամբ բնականաբար այս շենքը ծառայեցնում է որպես քաղաքային վարչության շենք։ Այսինքն կարող ենք ասել, որ սա իմ հետևում գտնվող շենքը Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետարանի շենքն է։